Ողջույն սիրելի տղաներ, ես Իգորի Երդիկ, մեր ճամբար է գալու Հայկ Պետրոսյան անունով մարդը։ Arkadaşlar yavarayı bitirotsun. Arkadaşlarımız ne konuşuyor? Այսօր մի քիչ կոմիտասի մասին խոսենք ու երգենք, եթե դեռ չեք, այդ անցանագիրը, որ նախապատրաստել եմ, այս երգերը, որ օրինակ կաքավիկը, որ երգեցինք, երաժշտությունը գրել է Կոմիտաս Վարդապետը, իսկ խոսքերը գրել է Հովհաննես Թումանյանը, երկու մեծ հայ հանճարներ, մեկը գիր գրականության, մյուսը երգ երաժշտության ասպարեզներում։ Անձրևն եկավ Շահալենն էլ, մենք ունենք ժողովրդական երգեր, այսինքն ժողովուրդ նախորինել, էլի, դարերի ընթացքում, տարիների ընթացքում։ Կացինքը տեսեք ով ակերել է թուփը, կացինքը տեսանք է ծնակերել է թուփը, թուփը վերեցին հեծը վերթապիրիքը վարագա, կետարը կուգար, վրես կուգար, հալալ է, չալալ է, ես ինչ բարի տարի է գովերեմ է, հայը գովերեմ է, Կացինքը տեսեք ով ակերել է էծը, կացինքը տեսանք կելն ակերել է էծը, կելը վերեցին էծը վերթապիրիքը վարագա, կետարը կուգար, վրես կուգար, հալալ է, չալալ է, ես ինչ բարի տարի էր գովերեմ է, հայը գովերեմ է, ու մեկ էլ հասկանում ենք, որ հայերը հին ժամանակներից սկսած ռեպ են սիրում, ռեպ սիրով կա, Ես երկը մեկ ես տնենց արագանը, ոնց որ Eminem-ի են Gorilla երկը, ինչի կասել եք, կացինք տեսեք ով է կերել գելը, կացինք տեսանք արջնը կերել գելը, արջնը գելը նոյեցը թուփը, ձեզը բարի կենթան, դուք ասում եք մեզը բարի զատիկ, ձեզը բարի կենթան, մեզը բարի զատիկ, կացինք տեսեք ով է կերել արջը, կացինք տեսանք թուրն է կերել արջը, թուրն ու արջը, արջնը գելը նոյեցը թուփը, ձեզը բարի կենթան, մեզը բարի զատիկ Ձեզը բարի կենթան, մեզը բարի զատիկ, կրացեք տեսեք ով է կերել թուրը, կրացեք տեսանք ժանգն է կերել թուրը, ժանգն թուրը, թուրն ու արջը, արջը գելը նոյեցը հեծը թուփը, ձեզը բարի կենթան, մեզը բարի զատիկ, կրացեք տեսեք ով է կերել թուրը, կրացեք տեսանք, չէ, ժանգ ասցի, մեզը բարի զատիկ, ձեզը բարի կենթան, մեզը բարի զատիկ, կրացեք տեսեք ով է կերել հողը, կրացեք տեսանք Կերել հողը, հոցին հողը, ժանգը թուրը, թուրն ու արջը, գելը ես թուփը, ձեզը բարի կենթան, մեզը բարի զատիկ, կրացեք տեսեք ով է կերել օծը, կրացեք տեսանք փետն է կերել օծը, փետն օծը, հողը, ժանգը թուրը, թուրն ու արջը, գելը ես թուփը, ձեզը բարի կենթան, մեզը բարի զատիկ, կրացեք տեսեք ով է կերել փետը, կրացինք տեսանք Կրակն է փետը, կրակն ու փետը, փետն ու հոցը, հոցն ու հողը, հողն ու ժանգն ու թուրը, թուրն ու արջը, արջն ու գելն ու հեծն ու թուփը, ձեզը բարի կենթան, մեզը բարի զատիկ, ձեզը բարի կենթան, մեզը բարի զատիկ, ջան, կապի Ուրեմն Կոմիտաս Վարդապետը այդ ժամանակ մինչև Կոմիտաս Վարդապետ դառնալը այդ ոնց որ եկեղեցական աստիճան է, հոգևոր մարդու, եթե հոգևորական է ու գիտնական, ասում են Վարդապետ։ Մինչև այդ Սողոմոն Սողոմոնյան էր գալու։ Քանի որ շատ ձայներ էր, շատ լավ էր երգում, պապանել էին շատ լավ երգում, իրան բերում են Էջմիածին։ Էջմիածին են, ով է եղել Էջմիածին, գիտեք թե։
Հա, այնտեղ կա բարի ժամանակ, ես ձեզ որ ասում եմ 1880-ական թվականներ, այդ որ տարն է, 19-րդ դար։ Այն ժամանակ Գևորգ 4-րդ կաթողիկոսը կար և սարքել էին դպրոց, ճեմարա, Գևորգյան ճեմարա։ Եվ փոքրիկ Կոմիտասին բերում են Գևորգյան ճեմարա։ Ինքը որ այդտեղ գալիս է սովորում է հայոց լեզուն, ճանաչում է հայ երգը, եւ արդեն որ դառնում է մի տես 14, 15, 16 տարեկան, սկսում է դուրս գալ Էջմիածնից։ Կայության մեջ փորձում եմ պատկերացնել, որ Կոմիտասը դուրս եկավ այդ գյուղերում ման գալու չէր տեսնում ինքը։ Ինքը տեսնում էր հայ մարդկանց, հայ երեխաների, իրենց աշխատանքը, կյանքը, գործը, տեսնում էր մեր հրաշալի բնությունը, սարը, ձորը, շառաչելով հավելվող արվակը, սիրում արտիները, ջրերը և մեր հայկական լեռնաշխարհի լեռները, սարերը։ Մենակ հաստատ տեսել է Սիսն ու Մասիսը, ոնց որ հայր և որդի լինեն այդ լեռնաշխարհում իրենք։ Եվ նրանց կողքին է մեր ամենասիրունիկ լեռներից սարերից մեկը Արագածը, Արարատի կողքին։ Իսկ գիտեք Արագածին ուրիշ ձև ոնց են ասում։ 4 լեռանի Քառակագած։ Բայց մի անուն էլ ունի։ Արագածին նաև ասում են Ալագյազ։ Ու Ալագյազի մասին մի հատ երգ է։ Ալագյազ սարնամ վերա Խնկիցար գյուլում ջան, ծերը դրանը խնկիցար գյուլում ջան, խնկենին ավերել բար գյուլում ջան, իմ խորոտիկը պստիկը յար գյուլում ջան, ծերը դրանը խնկիցար գյուլում ջան, ծերը դրանը խնկիցար գյուլում ջան, խնկենին ավերել բար գյուլում ջան, իմ խորոտիկը պստիկը յար Avere bar gulum jan, khorotinga pastiga yar gulum jan, mere darana khankizar gulum jan, sere darana khankizar gulum jan, khankenina mere bar gulum jan, im khorotinga pastiga yar gulum jan. Es birlikte es. Ուրեմն հայերը ծնված օրվանից երգում են, այսինքն բալիկը որ ծնվել է օրորոցային երգեր են երգում իր համար, հետո որ մեծացել է փոքր ժամանակ խաղերի երգեր, կատակ երգեր, հետո որ մեծացել սիրահարվել են սիրո երգեր, հետո որ գնացել են աշխատել են, այն ժամանակ աշխատանքները մի քիչ ուրիշ ձև են, այսինքն մենք դաշտում օրինակ գործանել։ Դեք ինչ գործեր են դաշտում։ Օտեն վերցնում ծորեն են։ Ապրեք։ Ծորեն շախտան։ Ապրեք, եզներին ուրեմն լցում էին, այսինքն եզին գիտեք, չէ՞։ Սենց վրան բութանը դնում էին, ակոսը փորում էին, ակոսն էլ այդ փոսն է, ոնց որ այդ մասն է, որտեղ քո ասած ծորենը պիտի ցանի։ Այդ ամենի չանալուց օրինակ երգում էին։ Հետո նույնիսկ մի հատ երգ կա, որ այդ ծորենը արդեն աճում է, պիտի տանեն տուն, որ հաց սարքեն, չէ, ալյուր սարքեն ու հաց տանեն ծորենը։ Որ տեսել եք, չէ, ոնց է փարիպսենք լավ աշթոմբի մեջ խփում։ Այդ ամեն ինչը սկսում է դաշտում, ծորեն Ես արել եմ։ Ու մի հատ երգ կա, որ Եզոյի համար է երգում, այդ կենթանու համար, որ ինքը
Աղեսով է ծորենը սելի վրա դրած տանիքում, էլի։ Դրա համար ասում է, երկում ասում է հոլ արա, Եզո ջան, հոլ արա, այսքան պտտիր ակը։ Հոլ արա Եզո ջան, ախպերը ջան, Եզոնն ընդեմ։ Ուսենց սկսել էր մի հատ երկար ճանապարհ իրար հետ անցնել, պատկերացրեք այդ հին ժամանակներում։ Եզոն այդ տղան, ասենք, մի հատ հայ տղա, գյուղի տղա, այտենց մկանոտ, մազմզոտման, այտենց հայ տղա է ուժեղ բան, իրար հետ այդ ցորենը պիտի տանեն հասցնեն իրաց տուն։ Տանն էլ տնեցիք սպասում են, որ ցորենը բերի, մաքրեն, աղան եւ հաց սարքեն։ Ու հիմա մի հատ եկեք խնդրում եմ երևակայությամբ պատկերացնենք, օրինակ այդ տղան իր գյուղում այդ հարազատ ճանապարհներով գնում է դեպի իրաց տուն։ Օրինակ ինչ կարա տեսնենք այդ ճանապարհին, ասենք Եզո հետ գնում է, եկել ասենք նաև աջ կողմի սարի վրա, տեսնում է օրինակ աղջիկները ուժն առած, ուժը վերցրած, գնում են աղջուրից ջուր բերում։ Այն ժամանակ տաներում ջուր չկար, գիտես չէ՞ որ սենց բարձր ջուրը խմես։ Դի գնային ամեն օր աղջուրից ջուր բերում։ Օրինակ ճանապարհին երգում էին ուժն առա ելասարը։ Այսպեսի երգ է։ Եմ յուս կողմն այմա տեսնում է օրինակ երեխաները խաղում են։ Այն ժամանակ երեխեքը սմարթֆոն չունեն, քո մջիկներին ինչ անում ասած։ Դրա համար խաղում էին իրար հետ, խաղում էին կենդանիների հետ, խաղում էին արևի հետ։ Խաղը գիտեք արևի։ Դա ցած վիճակ պատկերացրեք, ուրեմն երեխեքը գետակի մեջ խաղում են, չոփ-չոփ լողանում են իրար համար, ասիկ այն ժամանակ սիրում բասեն չկար, գետակի մեջ խաղում։ Մենք էլ արևը գնում է պախկվում է ամպի հետևը, պախկվոցյաց իսկ խաղան երեխեքի հետ արևը։ Ես երեխեք ասում են, բայց ինչ անենք, որ արևը դուրս գա, թե չսես կմարսենք, որ արևը։ Երեխեքից մեկներից մեջներից մեկը մատ խորամանք շուտրի մեկը դում, ասում է, եկեք ասում է արևի համար երկենք, ասենք, որ եթե ինքը դուրս գա, մենք իրան չամիչ կտանք։ Ես ասում եմ, մենք չամիչ, այն մարդ ասում եմ, երկեք ինքը դուրս գա, հետո մի բան կմտածենք, բայց ու մեկ է սկսում են երեխեքը երկել արևի համար, երկում են արև, արև, արի դուս, քեզ բերել ենք աչքի դուս, քո քույրիկը լուսը հնկա, բերեց չամիչ մեկ աման, ամպը եկավ մութ արավ, արևն աչքեր են խորավ, հացեսը տարեգակ, չամիչ քեզ Ես արևը չամիչ անունիսում է ուրախանման դուրս է գալիս, երեխեքը երգում են օխարևի խապեցինք, օխարևի խապեցինք, օխարևի խապեցինք, անպիտակից հանեցինք, օխարևի խապեցինք, արևատվա որ դետ խապրանները գեզ նեղացա, գնում եմ էլի մտնում անում է հացը որ ուտի, ծուկ հատ անում որ ուտի ու ճանապարհին իր համար քիթակ երգում է ախներս բերել է որ կոմիտասը մոտակայքում եղել է գրել է երգում է Հութանը հաց եմ բերում, հերանը բաց եմ բերում Այս ճանապարհը շարունակում է, քիչ է մնաց, հեսա պետք է հասնեն արդեն տուն Եզոյի հետ գնում են, մեկ էլ նայում է, տեսնում է, ինչ-որ թփիտակ մի բան շարժվում է Այմա դե, բարձրացնում նայում է, տեսնի ինչ Մի հատ վիրավոր լորիկ Մի հատ վիրավոր լորիկ, ծիտիկ Հիմա այս լորիկին սենց վիրավոր չենք թողնելու Փուշ ամա պետք է, մի բան անենք օգնենք, չէ Դրա համար Մի հատ լորիկին խաջալերող, ոգևորող երգ ենք երգում Մերը լորիկ ջան, պիտի ուժերդ հավաքես Քելե, քելե Սորին դաշտերից կես մի հատ չխանունով մարդ կա Հա, սոնը յարգիտ է Սոնը համ անունը Մեղավոր շամանիք եվիտ կարվում է, կարող է թանակարվի, այնք մեղավորը Չանիքում